Ես ուզում եմ այսօր խոսել մի երևույթի մասին, որը կա մեր հայ իրականության մեջ, եւ ես որպես մասնագետ շատ եմ առնչվում երևույթի հետ, չեմ խոսալու երևույթի բարոյահոգեբանական կողմերի մասին, խոսելու եմ երևույթի մասին այնքան չափով, ինչքան վերաբերվում է առողջությանը եւ մասնավորապես սեռաբարակներին։ Ցավոք սրտի հայ իրականության մեջ հաճախ ես առնչվում եմ այնպիսի պացիենտների հետ, ովքեր իրենց կնոջից բացի ունենում են նաև հարաբերություններ այլ կնոջ հետ։ Հաճախ այդ կինը լինում է ամուսնացած, խոսք գնում է այն կնոջ մասին, ում հետ դավաճանում է տղամարդը, լինում է ամուսնացած, երբեմն նաև ընտանիք ունեցող, ամուսին, երեխաներ, աշխատանք եւ այլն բան, բայց ինչ-ինչ պատճառներով մի խոսքով տենց է ստացվել։ Հիմա տղամարդը, ով դավաճանում է այդ կնոջ հետ, իր կնոջը, կարծում է, որ տվյալ կնոջ մոտ հնարավոր չի, որ լինի սեռավարակներ, ոնց կարող է դες բան լինի, դե ամուսնացած է, երեխեք ունի, ամուսին, ոնց կարող է իր մոտ սեռավարակ լինի։ Ես միշտ այս նախադասությունը լսելուց մտածում, իսկ ոնց կարող է մարդն առհասարակ այդքան միամիտ լինի։ Իմ պատկերացմամբ կին, ով դավաճանում է իր ամուսնուն, դժվար թե մեկի հետ դավաճանի, ամենայն հավանականությամբ մի քանի հոգու հետ է դավաճանում, եւ կին, ով դավաճանում է իր ամուսնուն, ամենայն հավանականությամբ իր ամուսինը դավաճանում է իր կնոջը ու ոչ մի հոգու հետ։ Ստացվում է, որ մենք ունենք սեռավարակների անվերջ կրկնվող օղակ։ Կրկնում եմ, ես չեմ խոսում երևույթի բարոյահոգեբանական տեսանկյան կամ արժեքների մասին, դրա մասին էլ իհարկե կարելի է խոսել առանձակի երևույթի ինչ է ինձ ներկայացնում, բայց երբ որ մենք խոսում ենք սեռավարակների մասին եւ օրինակ ես բուժում եմ նշանակում ու ասում եմ, որ բուժում ստանում են պետքա ստանան բոլոր այն պարտներները, ում հետ դուք ունենում եք առանց պաշտպանվել հարաբերություններ, կամ եթե դուք ուզում եք միայնակ ստանաք բուժումը խուսափելու համար ավելորդ ծախսերից, մնացած պարտներների հետ պետքա հարաբերություններ ունենալ միայն պաշտպանվել։ Եվ բախվում ենք մի իրականության հետ, որ սեռավարակները նորից ու նորից կրկնվում են։ Մարդու անզգուշության, ինչ որ միտեղ նաև անպատասխանատվության, ինչ որ միտեղ նաև անմտության եւ միամտության պատճառով։ Հարգելիներս, ես խորհուրդ կտամ, որպեսզի դուք լինեք ուշադիր բժշկի խորհուրդների հանդեպ եւ առհասարակ ձեր առողջության հանդեպ ուշադիր լինեք։ Առողջությունը մեզ տրվում է կյանքում մի անգամ, քայքայլով այդ առողջությունը մենք դրա պտուղները արդեն համտեսում ենք ավելի հասուն տարիքում։ Եղեք խնայողական ձեր առողջության հանդեպ, պահպանեք սեռական եւ ընդհանուր առողջությունը, որպեսզի ապրեք երկար եւ երջանիկ։